Իսկ դուք փորձել եք իշխլի քյութաներն ու նագեցները պատրաստել աերոգրիլի մեջ։ Քանի որ ինչ անում եմ, փորձում եմ, որ հնարավորինս օգտակար լինի մեր օրգանիզմի համար, դրա համար ես որոշեցի, որ նագեցներն ու իշխլի քյութաները պետք է պատրաստեմ հենց աերոգրիլի մեջ, առանց առատ բուսայուղի։ Սառցախցիկից հանել եմ նագեցներն ու իշխլիները, դասավորել աերոգրիլի տապակի մեջ։ Դասավորելուց հետո մի քանի անգամ թողել եմ բուսական յուղով, տեղափոխել աերոգրիլի մեջ, տապակել 18 րոպե 180 աստիճան ջերմաստիճանով։ Ժամանակը լրանալուց հետո, առանց ինչ-որ գործիքի օգնության, ուղղակի տակնու վրա եմ արել նագեցներն ու իշխլի քյութաները և նորից վերադարձրել աերոգրիլ։ Այս անգամ տապակել եմ 170 աստիճան ջերմաստիճանով ևս 15 րոպե, որպեսզի ավելի խրխրթան կեղևով դառնան։ Իսկ եթե դուք իշխլիները նախընտրում եք ոչ թե տապակած, այլ եփված տարբերակով, ապա նույնը կարող եք անել նորից աերոգրիլով։ Ուղղակի այս անգամ աերոգրիլի հատակին մի փոքր ջուր լցրեք, որպեսզի իշխլի քյութաները ոչ թե չորանան, այլ գոլորշու մեջ եփվեն։